Գիրք Աբդիա։ Աբդիայի տեսիլքը։ Այսպես է ասում Տեր Եհովան Եդոմի մասին. լուր լսեցինք Տիրոջ կողմանը, և դեսպան ուղարկվեցավ ազգերի մեջ, թե վեր կացեք, որ նրա վրա պատերազմի վեր կենանք։ Ահա քեզ պստիկ եմ արել ազգերի մեջ, դու շատ անարգված ես։ Քո սրտի հպարտությունը քեզ խաբել է, ով վեմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. ով կիջեցնե ինձ երկիրը, թեև արծիվի պես բարձրանաս, և թեև աստղերի մեջ տնես քո բույնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասում է Տերը։ Եթե գողեր գային քեզ մոտ, կամ գիշերային ավազակներ, ինչպես կործանվեցար։ Մի՞թե չէին գողանա, որքան իրանց բավական է։ Եթե կթողներ գային քեզ մոտ, մի՞թե չէին թողել ճիռեր։ Ինչպես քննվեցավ Եսավը, որոնվեցան նրա ծածուկ տեղերը։ Մինչև սահմանն ուղարկեցին քեզ քո բոլոր դաշնակիցները, քեզ խաբեցին, քեզ հաղթեցին, քեզ հետ խաղաղություն ունեցողները։ Քո հացը որոգայթ թրին քո տակին, հասկացողություն չկա նրանում։ Ահա այն օրը, ասում է Տերը, պիտի փչացնեմ իմաստուններին Եդովմիցը, և հանճարը Եսավի սարիցը, և քո զորավորները պիտի զարհուրեն, ով Թեման, որպեսզի մարդ բնաջինջ լինի Եսավի սարիցը սպանվելով։ Եղբորդ Հակոբի անիրավության համար քեզ ամոթը պիտի ծածկե, և դու բնաջինջ պիտի լինես հավիտյան։ Դու հանդեպ կանգնած օրը, այն օրը, որ օտարները գերի արին նրա զորքը, և օտարազգիները մտան նրա դռները, և Երուսաղեմի վրա վիճակ գցեցին, դու էլ նրանց մեկի նման էիր։ Եվ պիտի մտիկ չանեիր քո եղբոր օրը, նրա օտարի օրը, և պիտի չուրախանայիր Հուդայի որդկանց վրա նրանց կորստյան օրը, և պիտի չմեծացնեիր բերանդ նրանց նեղության օրը։ Դու պիտի չմտնեիր իմ ժողովրդի դռնովը նրանց թշվառության օրը, դու էլ պիտի մտիկ չանեիր նրա ձախորդությանը, նրա թշվառությանը օրը, և պիտի ձեռք չերկարացնեիր նրա ապրանքին, նրա թշվառության օրը, և պիտի չկանգնեիր ճանապարհի գլխին նրա ազատվածներին բնաջինջ անելու համար, և պիտի չմատնեիր նրա մնացածները նեղության օրը, որովհետև մոտիկ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրա, ինչպես որ դու արիր, քեզ էլ այնպես պիտի անեն։ Քո հատուցումը ետ պիտի դառնա քո գլխին, որովհետև ինչպես որ դուք խմեցիք իմ սուրբ սարի վրա, բոլոր ազգերն էլ պիտի խմեն միշտ։ Նրանք պիտի խմեն ու կլանեն, և չեղածի պես դառնան։ Բայց Սիոն սարի վրա փրկվածներ կլինեն, և նա սրբություն է լինելու, և Հակոբի տունը պիտի ստանա իր ստացվածքները, և Հակոբի տունը կրակ պիտի լինի, և Հովսեփի տունը բոց, և Եսավի տունը հարթ, և պիտի վառվի նրանց մեջ, և ուտեն նրանց, և Եսավի տունը մնացորդ չի ունենա, որ Տերն է խոսել։ Եվ հարավացիք պիտի տիրեն Եսավի սարին, և դաշտայինք փղշտացիների երկրին, և պիտի տիրեն Եփրեմի դաշտին, և Սամարիայի դաշտին, և Բենյամինը Գաղաադին, և Իսրայելի որդկանց այս զորքի գերիները քանանացիների երկրին, մինչև Սարեփթա, և Երուսաղեմի գերիները, որ Սեփարաթումն են, նրանք պիտի դիրեն հարավային քաղաքներին, և ազատիչներ պիտի վեր ելնեն Սիոն սարը, Եսավի սարը դատելու համար, և Տիրոջը պիտի լինի թագավորությունը։